2024-ի ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Տոկաևը Երևանում այցելեց Մատենադարան։ Այսօր Նիկոլ Փաշինյանն է պաշտոնական այցով Ղազախստանում եւ նախատեսված է այդ այցի շրջանակներում Աստանայում փողոց անվանակոչել Մեսրոպ Մաշտոցի անունով։ Սա չափազանց խորը եւ նուրբ մտածված քաղաքական ու քաղաքագրթական ուղերձ է։ Մատենադարանը իր ավելի քան 17,000 ձեռագրերով եւ Մաշտոցը մեր Այբուբենի ստեղծողը հիշեցնում են մեկ պարզ բան. հայ ժողովուրդը գոյատևել է, որովհետև պահել է իր լեզուն, իր գիրը եւ ամենակարևորը՝ իր հիշողությունը։ Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Բաքուն փորձում է ջնջել Արցախի հայկական հետքը, մեր սրբավայրերի պատմությունը վերագրել իրեն։ Աստանայում Մաշտոցի անունով փողոցը հստակ պատասխան է հենց այդ քաղաքականությանը։ Ղազախստանը որպես ռեգիոնալ կարևոր երկիր ցույց է տալիս, որ հայկական ինքնությունը հարգված եւ արժևորված արժեք է, ոչ թե խնդիր։ Խաղաղություն չի լինում այնտեղ, որտեղ փորձում են ջնջել մի ամբողջ ժողովրդի պատմությունն ու հիշողությունը։ Խաղաղություն կարող է լինել այնտեղ, որտեղ հարգում են լեզուն, գիրը, պատմությունը։ Ղազախստանի այս քայլը հենց այդ ուղղությամբ կարևոր, գնահատանքի արժանի հստակ քայլ է։